Ընտրական գործընթացին տեղամասերում հետևում են ոչ միայն ընտրական հանձնաժողովների անդամներն ու դիտորդները, այլև քաղաքական ուժերի վստահված անձինք, որոնց դերը ընտրական գործընթացում կարևոր վերահսկողական բաղադրիչ է համարվում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասում են, քաղաքական թևերից ցանկություն են հայտնել իրենց վստահված անձանց դասընթացներ անցկացնելու, եւ այստեղ առաջին անգամ յուրօրինակ մոտեցում է եղել։ Դասընթացավարների դասընթացներ են կազմակերպել։ Ավելի պարզ ասած, մասնակցող ուժերի ներկայացուցիչների հետ են տրեյնինգներ արել, որ վերջիններս Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացած գիտելիքները փոխանցեն ընտրատեղամասերում աշխատող իրենց վստահված անձանց։ Մեծ մասը քաղաքական ուժերի ցանկություն հայտնեց, որպեսզի իրենց ներկայացուցիչներին կազմակերպեն վստահված անձանց դասընթացավարների դասընթացավար։ Ըստ էության ցանկը 150-ին մոտ էր։ Մենք կազմակերպեցինք 10-ից 15 հոգանոց խմբերով ուսուցումներ, որպեսզի արդյունավետությունը բարձր լինի։ Վստահված անձինք այսօր կարող են օրինակ խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել հանձնաժողովի նիստերին կամ ընտրության ընթացքում ներկա գտնվել քվեարկության սենյակում։ Միաժամանակ նրանց համար գործում են հստակ սահմանափակումներ, արգելվում է ընտրատեղամասերում քարոզչությունը, ինչպես նաև կուսակցական խորհրդանիշների օգտագործումը։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կարող է ներկա գտնվել ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մինչև 2 վստահված անձ։ Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովների անդամները։ Այս ընտրություններին Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր գտնվում են երկրի տարածքում, մինչդեռ միլիոնավոր քաղաքացիներ, ովքեր գտնվում են արտերկրում, ընտրական գործընթացից դուրս են մնում։ Սա ընտրական իրավունքի սահմանափակում է, պետության կողմից ընտրված կազմակերպական մոդել, թե հիբրիդային պայքարի ինչ-որ տարբերակ։ Հարց, որի շուրջ բանավեճերը շարունակվում են տևական ժամանակ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, թե այս հարցը քաղաքական որոշումների տիրույթում է։ Երկրից դուրս կա ինտերնետ էլեկտրոնային քվեարկություն, որը բացառապես արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության կողմից գործողված համապատասխան դիվանագետների կամ այլ ցինորական ծառայողների, ուսուցման մեջ գտնվողների եւ նրանց ընտանիքի անդամների համար է։ Հստակ կանոններ են սահմանված նաև այսպես կոչված լռության շրջանի վերաբերյալ։ Այստեղ հստակ արգելանքներ կան։ Քվեարկության օրը մինչև երեկոյան ժամը 20:00-ն արգելվում է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը։ Քվեարկության օրը լռում են վարկանիշները, դադարում են կանխատեսումները եւ ուժը կորցնում բոլոր հաշվարկները։ Մնում է միայն ընտրողի որոշումը, իսկ վերջնական պատասխանը, ինչպես միշտ, տալիս է ոչ թե որևէ հարցումը, այլ ընտրողը քվեաթերթիկը քվեատուփ գցելիս։ Դավիթ Թադևոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։